Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր ու թեժ սերիաները դեռ առջևում են։ Հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, իսկ հեռուստասերիալում էլ ավելի լարված ու էլ ավելի ինտրիգային։ Հեռուստասերիալում զարգացումները դինամիկ են ու հետաքրքիր, իսկ հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու էլ ավելի հետաքրքիր ընթացք ստանա։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչպես է վերջապես Արմոն բացահայտելու Սաքոյի այսքան տարիներ պահված գաղտնիքը, բայց Արմոն դեռ չի բացահայտի նա այդ գաղտնիքը որպես խաղաքարտ է օգտագործելու Նարեին իր կողքին պահելու համար։ Նա Նարեին խոստովանում է, որ այդ գաղտնիքով ստորացնելու է Վռամին այն բանի համար, որ այսքան տարիներ նա Վռամի մոտ աշխատել է որպես ծառա։ Իհարկե, թույլ մարդիկ միշտ էլ նման կերպ են վարվում ուժեղների հետ։ Նարեն ընկել է երկու քարի արանքում, մի կողմում Հայկն է, մյուս կողմում Հայրը։ Երկուսն էլ կործանվելու են այդ գաղտնիքի բացահայտումով։ Հայկը, ով այսքան տարիներ ապրել է ստի ու կեղծիքի մեջ, իմանալով, թե իր հայրը հեռացել է իրենցից, բայց այնինչ նա մահացած է, իսկ մյուս կողմում Սաքոն է, իր հայրը, որ ճշմարտության բացահայտումից հետո հայտնվելու է բանտում։ Բայց Նարեին հավանաբար ամենաշատը հուզում է Հայկի վիճակը, քանի որ Հայկը այսքան տարիներ կարծել է, որ հայրն անհետացել է իրենց կյանքից ու պապը ծնկաչոք գնացել է Սաքոյի տուն։ Մեկ թվում է այս պրոբկաները ունեն սկիզբ, բայց չունեն վերջ։ Չնայած դա դրամաբանությունից դուրս են, բայց ասեք Երևանի պրոբկաները դրամաբանությունից դուրս են։ Простите меня за мой отекший вид и за мой голос, потому что я 5 минут назад проснулась, но я отвечу на ваши вопросы. У меня не мечты, у меня цели. Моей целью была машина, купить машину. Я ее купила 3 года назад, потом через 2 года продала. Я год ходила без машины, и для меня это было сущим адом. Я, месяц назад, можно сказать, но не месяц, 2 недели назад купила себе машину. Следующая цель у меня дом, но не простой дом. Я хочу купить участок и там строить дом по своему проекту. Я не понимаю, как так вышло, что почти все вопросы на русском, но я продолжаю ответить. Любовь или карьера? Вот в эту секунду я скажу карьера. Остальное без комментариев. Вообще-то свободно, но я одно не поняла. Почему все анонимные вопросы на русском? У меня русская аудитория, да. Сейчас пойду посмотрю в аналитике. Очень приятен тот факт, что таких сообщений я сегодня получила раз 50, и это очень уместно, потому что у меня были комплексы, я не любила говорить на русском, потому что мне сказали, что у меня есть акцент, и то, что вы такие смс-ки, сообщения пишете мне, как будто я понимаю, что не так уж плохо мой русский. Ողջույն բոլորին, 10 րոպեից թատրոնում պիտի ներկայացումը սկսվի, բայց լույսերը կտրել են։ Մնում է միայն նստել եւ սպասել։ Իդեպ ես 2 վնասված ոտքով եմ։ Օրեր առաջ story էի արել, չէ, որ տաբատիցս հետքերն եմ մաքրում։ Իրականում ես կատակով ներկայացրի, բայց հետևանքները մի փոքր տխուր էր, նույնիսկ մի փոքր կաղում եմ, բայց ստիպված եմ բարձրակրունկներ հագնել ներկայացման համար։ Ուզած չուզած, բա։ Վաղը մյուս օրին շատ ծանր աշխատանքային օր է սպասում, բայց ես մամայիս հետ դուրս եմ եկել քայլելու։ Դա ճիշտ է, վաղը համ աշխատանքի եմ, հետո քեֆի եմ, բայց մյուս օրն էլ ամբողջ օրով նկարահանման եմ, քեֆից հետո։ Լավ, նի պուխի նի պերա։ Չորտով։
Ընկերներ, քանի որ շատերդ գիտեք, որ ես նկարահանվում եմ Հարսնաձորի լեգենդը հեռուստանովելում, ասեմ, որ առաջին սերիան թողնում եմ այստեղ, ովքեր չեն դիտել առաջին 5 սերիայում ճիշտ է ես մասնակցություն չունեմ, բայց պետք է հասկանաք ինչի մասին է սերիալը, որպեսզի իմ հերթին հասնեք, արդեն իմանաք թե ինչ կերպարն ով է։ Այնպես որ ձեզ բարի դիտում, սպասեք նոր սերիաներին, իսկ ես խոս տանում եմ գոհացնել բոլորիդ, որպեսզի ձեր լավ մեկնաբանությունները ստանամ ու շոյվեմ։ Մերսի բոլորիդ։ Բարի օր սիրելիներս, բոլորիդ մաղթում եմ շատ լավ ու դրական օր ու ուզում եմ ասել, որ իմ նոր տեսահոլովակի պրեմիերային մնացել են հաշված օրեր, մի քիչ էլ սպասեք, որ այդ երգը լսելուց պիտի շատ լավ ու դրական պահեր ապրենք միասին։ Երեխեք, մենք վերջապես հանդիպել ենք, բայց աբսուրդն է, որ story անում ենք հանդիպել վերջի վայրկյանների։ Տուն ա բերել ինձ արդեն։ Հա, ու տանդեմը parking եմ գտել։ Պիկ վայրը, բայց parking եմ գտել։ Այո։ Մի խոսքով, լիքը մարդու ականջներ ամռմռացել այսօր։ Ծողիդ ոսկորները լվացել ենք։ Օղ։